Հենց այս երգում իր մասին պատմեց Ֆլորան։ Նա ծնվել էր 1957 թվականի փետրվարի 5-ին Լենինականում։ Սովորել տեղի Պուշկինի անվան միջնակարգ և Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա Կարամուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում։ 1976 թվականին ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով տեղափոխվել է Երևան և մեներկել Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ խմբավորական բաժինը։ 1991 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում։ 2002 թվականին Հոլիվուդում և Բրբանկում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց։ Նրա նախաձեռնությամբ 2006 թվականին Երևանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն։ Ֆլորա Մարտիրոսյանը 2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման։ Նույն թվականին Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երբեք կրկին ծրագրի շրջանակներում հանդես է եկել հանրայից Սթիվի Ուանդերի, Մայքլ Սթոունի հետ։ Անզուգական ձայն, արվեստին ու բեմին ունեցած մեծ նվիրում ու սեր։ Ֆլորայի հաջողության բանալին էր սա։ Իր հասակի ու ծովաստղիկի, դլեյամանի ու նրա մշո գորան ու հնչյունները դեռ երկար են ալիքվելու օդում։ Տասնամյակներ անց էլ հնչելու է Ֆլորա Մարտիրոսյանի թավշյա ձայնը։ Էդգար Բաղդասարյան, Ազդարաշ։